Լույսի բանակը իրենից ներկայացնում է հայրենասեր անհատների կամ խմբերի համագործակցությամբ ձևավորված կազմակերպություն։ Լույսի բանակը մոդեռն աշխարհին համահունչ, վիրտուալ եւ ռեալ իրականությունների սինխրոն համադրության արդյունքում գործող կազմակերպություն է։ Այն ունի միավորված 6+1 հիմնական կենտրոններ տեղաբաշխված բոլոր մայրցամաքներում, Հայաստանի Հանրապետությունում գտնվող գլխավոր գրասենյակը ներառյալ։ Կազմակերպության նպատակն է Հայաստանի Հանրապետության հզորացումը։ Գաղափարական հիմք՝ հայկական միլիտարիզմ։ Լույսի բանակի գաղափարական հիմքում հայկական միլիտարիզմն է։ Այս գաղափարախոսությունը ծնվել է Լույսի բանակի խորհրդի համատեղ քննարկումների արդյունքում։ Հայկական միլիտարիզմը պետության ռազմական պոտենցիալը մեծացնելու քաղաքականություն է։ Հայկական միլիտարիզմի հիմքում դրված է նաև երկիրը զավթողական պատերազմներին նախապատրաստելու, պետության հիմքերը եւ աշխարհում երկրի դիրքը ամրապնդելու գաղափարը։ Հայկական միլիտարիզմի գաղափարական հիմքը սկսվում է մ.թ.ա. 95-ից 55 թվականներին Տիգրան Մեծի որդեգրած աշխարհակալ քաղաքականությամբ։ Շատերը լսելով այս գաղափարախոսությունը, դրա հետ համաձայն լինելով հանդերձ, մտահոգվում են միջազգային կազմակերպությունների ու չգիտեմ էլ ինչերի արձագանքով, թե իբր մեզ կանվանեն ահաբեկիչ, ագրեսոր եւ այլն։ Հայեր, բայց մենք հո գիտենք, որ մենք ճիշտ ենք, որ մենք արդար ենք։ Միթե դրանից ավելի կարևոր է ինչ-որ մեկի կարծիքը։ Եկեք պարզ խոսանք, եկեք խոսանք ուղիղ, վաղուց արդեն գործելա պետք։ Մենք շատ ենք դանդաղում ենք համախմբվելու հարցում, դանդաղում ենք մտածելու ու ծրագիր կազմելու հարցում, արդյունավետ պայքարի հարցում ենք դանդաղում։ Ժամանակն է փոխվել բազմոցներից ու տեր լինել մեր արժանի տեղին այս աշխարհում։ Տարիներով մեզ ընտելացրել են այն մտքին, որ մենք, մեր բանակը պաշտպանվողը, տարիներով մեզ ընտելացրել են զոհվել պաշտպանվելով, այլ ոչ թե հարձակվելով։ Հայի պահանջատեր լինելու ջիղը փորձել են կտրել նրան նրբացնելով ու զոհի ամպլուայի մեջ կոմֆորտ ստեղծելու պատրանքով։ Ինչ-որ շատ ենք նրբիկ զոհի դիրք բռնել։ Երգերով, բանաստեղծություններով, առհասարակ մտածելակերպով։ Մեր բասկից ոչ մեկ չի տուժվել։ Մենք քրիստոնյա ենք ու նույնիսկ թշնամու համար պետք է աղոթենք, մեզ կոտորել են, մենք տուժված ենք, մենք զոհ ենք եւ այլն։ Ու այս ամենից հետո հզոր Հայաստան արտահայտությունը նման է պոնչ մականունին, որը դնում են նիհար ու փոքրամարմին տղեկի վրա։ Բայց միթե կա որևէ իրական հայ, ով հոգու խորքում վերջնականորեն համակերպվել է այն մտքի հետ, որ մեզ միայն զոհի կերպարում պաշտպանվելն է հարիր։ Ես վստահ եմ, որ ոչ։ Դե ուրեմն եկեք բոլորս համախմբվենք միլիտարիզմի գաղափարի շուրջ ու պատրաստվենք հարձակվողական, զավթողական ու պատմություն կերտող հաղթական պատերազմների։ Ինչ ենք անում մենք այսօր։ Նստած կարդում ենք լուրեր, որ թշնամին կրկին պատրաստվում է պատերազմի։ Ու էլի ոչինչ չենք նախաձեռնում։ Այսինքն մենք նորից պատրաստվում ենք պաշտպանվելով զոհվելու։ Իսկ ինչի, եթե կարելի էր պատրաստ լինել հարձակման։ Եթե պատերազմն անխուսափելի է, առաջինը դու խփի։ Գիտեք, մենք բոլորս Արարատ լեռը, Վանը, Մուշը, Կարսը, Էրզրումը, Անին, Բիթլիսը, այսօր արդեն նաև Արցախը ընդհանրապես համարում ենք մերը, բայց ոչինչ չենք անում, որ վերադարձնենք այդ տարածքները։ Սփյուռքի հայերը ապրում են Արարատ լեռով, մանավանդ Սփյուռքի մեզանից մեծ սերունդը։ Մենք ապրում ենք նույնը, բայց միթե մենք այնքան միամիտ ու տգետ ենք, որ հույս ունենք, թե մի օր պարզապես զարթնելով Թուրքիա ու Ադրբեջան պետությունները մեզ կասեն. հայեր ջան, եկեք մենք ձեզ ողերը հետ տանք։ Նման բանի գոնե հույս ունենալու համար մենք պետք է վստահ լինենք, որ մեզանից վախենում են, կամ գոնե մեզ հարգում են, բայց այսօր մեզանից վախեցող չկա։ Ու չգիտեմ, երևի հարգող էլ չգտնվի։ Այն, որ ասում են, թե իբր ոչ մեկ չի թողնի, որ Հայաստանը հզորանա, ոչ մեկ չի թողնի հայերին առաջ գնալ, այդ ամենը միֆ է։ Եկեք չհավատանք այդ էժանագին հեքիաթներին ու հավատանք ինքներս մեր ուժին, այն ուժին, որը մեր միասնականության մեջ է։ Ես ամաչում եմ այն փաստից, որ կրիտիկական պահերին մենք մեր հույսը դնում ենք տարբեր երկրների ղեկավարների վրա։ Դա ստորացուցիչ է մեր ազգի ու պետության համար։ Մեր հույսը պետք է լինենք միայն ու միայն մենք ու մեր Աստված, ուրիշ ոչ մեկ ու ոչինչ։ Հիմա հստակ ու ուղիղ հարց աշխարհի բոլոր իրական հայերին։ Որն եք ընտրում։ Միանալ Լույսի բանակին հասնել իշխանության, ստեղծել ռազմականացված երկիր ու հարձակվողական բանակ,
Թշնամուն ծնկի բերել վերադարձնելով մեր տարածքները, վերականգնելով մեր պատիվն ու դիրքը աշխարհում ու մտնել ոսկեդար, թե մասնակցել գալիք խաղալիք ընտրություններին, ընտրել ոսկրացած ծրագրերով նախկինի ու ներկայի խառնուրդից որևէ մեկին ու գնալ հերթական բթացման, խաբկանքի, ստրկացման, միջակության, թալանի ու անարտարության ճանապարհով ու մտնել հերթական պարտությունների ու տեղում դոփելու դարաշրջան։ Այսօր ոչ մի կուսակցություն ու ոչ մի անհատ, ով պատրաստվում է գալ իշխանության, չունի այն համարձակությունը, որ ունի Լույսի բանակը, քանի որ միայն մեր ծրագիրն է ներառում իր մեջ մեր հողերի վերադարձն ու թշնամուն վերջնականապես ծնկի բերելը։ Բոլորի ծրագրերը կազմված են ծեծված թեմաներից՝ թոշակի բարձրացում, ասֆալտապատում, ժողովրդի ատած մարդկանց դատապարտելու մասին խոստումներ ու այդ ամենի շնորհիվ լավ ապրելու փուչ հույսերով քվեարկողների բանակ ստեղծելով նրանք մեր երկիրը կրկին պահելու են ճահճացած վիճակում։ Կրկին Հայաստանը տրվելու է գլոբալիստների խաղերի, պատվաստում, դիմակահանդես, օտարերկրյա գործակալություններ, եվրոպական նորմերի եսի մինչեր եւ այլն։ Վստահ եղեք, այդ դեպքում ոչ մի գլոբալ լավ փոփոխություն չի լինելու։ Հայեր, դուք քվեարկողների բանակ եք։ Չէ, ձեզ խաբում եմ։ Դուք Լույսի բանակ եք։ Աշխարհի բոլոր իրական հայեր, ես ձեր հետ միասին, դուք իմ հետ միասին, պետք է ստեղծենք իշխանություն։ Մեր երկրի ղեկավար ընտրելու հարցում պետք է ձայն ունենա աշխարհի ողջ հայությունը։ Սփյուռքը միայն փող ուղարկելու համար չի։ Սփյուռքը ես եմ, ես հայ եմ, ու ես հրաժարվում եմ ձեր առաջարկած ընտրություններից, ձեր թեկնածուներից ու ձեր առաջարկած ծրագրերից։ Ես հրաժարվում եմ պարտված երկիր ունենալու մտքի հետ մերվելուց, միայն պաշտպանվող բանակ ունենալուց ու անորոշ ապագայից։ Ես իմ ավանդապաշտ պահանջատեր Թասիբով, քաջ ու իրական հայ տատուս ու պապուս թոռն եմ։ Իմ երկրի համար զոհված տղեկի ու նրանց համար սգացող կանանց աղբերն եմ։ Ապագա սերնդի բարեկեցիկ կյանքի, ազատության ու նրանց կյանքի սրբության հաստատման պահապանն եմ։ Ես դա ողջ հայությունն է, ողջ հայության ժանգոտ զանգվածից զտած ոսկին, որը համ Սփյուռքում կա, համ Հայաստանում։ Կամ այլևս չենք հիշատակում Արցախն ու Արարատ լեռը որպես մերը ու շարունակում ենք ապրել ստրուկի ու հանձնվածի հոգեբանությամբ ու դա ուզած թե չուզած փոխանցում ենք մեր երեխեքին կամ միավորում ենք մեր ուժերը ու հետ ենք բերում ամեն ինչ։ Մեր հողերը վերադարձնելու երազանք ունեցող հայեր, հանեք ձեր ուղեղից հետևյալը, որ մեզ կռիվ պետք չէ, քանի որ մենք քրիստոնյա ենք։ Հիշեք, որ հարկ եղած դեպքում ձեր ձեռքի խաչը պետքա թուր դառնա, իսկ ես հենց այդ հարկ եղած դեպքն է։ Հակառակ դեպքում այլևս խղճուկ տպավորություն ենք թողնելու խոսալով Արարատ լեռան, Արցախի ու մեր մյուս հողերի մասին։ Զավթողական պատերազմից չձգտելով ու երգելով Արարատը մեր լեռնա երգը, մենք նմանվելու ենք խեղկատակի։ Կամ պատրաստվեք ամեն գնով մերը մեզ վերադարձնելու, կամ ծիծաղի առարկա դառնալուց խուսափելու համար մոռացեք նման երգերն ու կոչերը։ Հարց եմ ուղղում են մարդկանց, ովքեր ասում են, թե եթե մենք հարձակվենք, ապա միջազգային չգիտեմ ինչերը մեր վրա սանկցիաներ կկիրառեն, խոսում են ինչ-որ պատժամիջոցներից եւ այլն։ Իսկ ձեր համար ինչն է ավելի կարևոր, որ կրկին ունենանք մեծ հայք ու թեկուզ եւ մեր հանդեպ կիրառված լինեն սանկցիաներ, թե եղածնել կորցնենք, բայց դուք հանգիստ լինեք, որ մեր հանդեպ պատժամիջոցներ չեն կիրառվել։ Եղածնել կորցնելու դեպքում հարցածակում, սանկցիաներ չկան մեր վրա ասելով, ինչ նկատի ունեք։ Մեր ում, էլ ինչ մենք, եթե կորցնենք երկիրը կամ պահպանենք երկրի կեսը։ Ամենամեծ պատժամիջոցին մենք արդեն ենթարկվեցինք հենց չհարձակվելու արդյունքում։ Միայն պաշտպանվելով մենք կորցրեցինք մեր երեխեքին, աղբերներին ու ծնողներին, կորցրեցինք հողերը, պատիվն ու հանգիստը։ Իսկ նրանք հարձակվող լինելու արդյունքում շահեցին հողեր, հաղթանակ ու ամրապնդեցին իրենց դիրքը աշխարհում։ Ոչ մեկ նրանց հանդեպ չկիրառեց ոչ մի պատժամիջոց։ Գիտեք ինչի, որովհետև հաղթողին հարգում են, նրա հետ հաշվի են նստում ու ոչ մեկ չի մեղադրում հաղթողին։ Այս կյանքում դու կամ գիշատիչ ես ու միշտ հաղթող, կամ էլ զոհ ես ու միշտ պարտված, ստորացված ու սրա նրա հույսին մնացած։ Ավելի լավ է կանգնած մահանալ, քան սողալով ապրել։ Կամ ոսկեդար, կամ ոչինչ։ Ընտրեք